համար շատ հետաքրքիր էր նաև փոխադարձ այսպես ասած ռեֆլեքսիայի արդյունքների հաղորդակից լինել շնորհակալ եմ ես հաշվի առնելով այն նախապես ռեգլամենտը որ դուք ասել եք 20 րոպե հիմնական ասելիք եւ արդեն հարց ու պատասխան ես հենց այդպես էլ նախապատասխանել եի եւ շատ կուզենամ որ հենց հարց ու պատասխանի միջոցով լինի որովհետեւ փոխադարձ մտքերի փոխանակումը ավելի մեծ հնարավորություն է տալիս նոր գիտելիքի ստեղծման կամ վերաիմաստավորման եւ նաեւ ինձ շատ հետաքրքիր է առհասարակ ինչպիսի մտքեր կդինեն այս թեմայի հետ կապված թեման ինձ համար առանձնահատուկ է այն իմաստով որ իմ անմիջական այսպես ասած գիտական հետաքրքրությունների շրջանակում չի եւ կրկնակի պատասխանատու էր պատրաստվել այսպես ասած ես էլ էի նորովի ինձ համար բացահայտում եւ որպես բանախոսի եւ նաեւ որպես թեման ուսումնասիրողի եւ նորովի այսպես ասած նորից սովորողի տեսանկյունից եւ սա նաեւ լավ հնարավորություն էր ինձ համար անդրադառնալու հենց սպառողական վարքի ոլորտում վերջին այսպես ասած տարիների ուսումնասիրությունների եւ վերաթարմացնելու իմ գիտելիքները քանի որ ցավոք սրտի մեր գիտությունը եւ առհասարակ գիտությունը շատ շուտ է այսպես ասած արագ է առաջ գնում եւ դժվարանում է ամեն թեմայի հետ կապված այսպես վերջին իմաստավորումներին թե տեսական եւ թե հետազոտական տեսանկյուններից ծանոթ լինել դրա համար ես նաեւ այս առիթով եմ շատ ուրախ Այսօրվա մեր թեման լինելու է սպառողական վարքի մասին, այսինքն ինչպես եք մենք գնումներ կատարում, ինչ նախընտրություններ ունենք գնումներ կատարելիս, ինչ կարող է մեզ հոգեբանությունը, հոգեբանական գիտելիքը ասել սպառողական վարքի վերաբերյալ, ինչպես մենք կարող ենք օգտագործել հոգեբանական գիտելիքը հասկանալու մի կողմից սպառողի վարքը եւ մյուս կողմից այսպես ասած ձևավորելու սպառողի վարքը Սա մի թեմա է, որ շատ բնորոշ է, ես նույնիսկ չեմ կարող տարանջատել մեր առօրյայից ընդհանրապես սպառողական վարք ասածը, որովհետև բոլորս էլ ինչ-որ ձևով օրվա տարբեր ժամերին, նույնիսկ շատ հաճախ մեր օրը հենց սկսում ենք սպառողական վարքի դրսևորումից, առնվազն երբ իջնում ենք խանութ գնելու հաց եւ բարձրանում ենք տուն, այսինքն մենք այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը անմիջականորեն առնչվում, որի մեջ ենք անընդհատ Ցանկացած թեմա սկսելուց միշտ այսպես ասած քննարկումը բարձրացնելու տեսանկյունից հեշտ է, երբ որ մենք կարողանում ենք սահմանել այն երևույթը, ֆենոմենը, որի մասին մենք խոսում ենք։ Այս դեպքում մենք սպառողական վարքը փորձենք հասկանալ, ինչ է իրենից ներկայացնում։ Բնականաբար կա շատ սահմանումներ, կան շատ տարբեր մոտեցումներ, փորձելով ընդհանուր, այսպես ասած, մոտեցումով կամ սինթեզելով տարբեր սահմանումները, փորձենք հասկանալ ինչ է սպառողական վարքը։ Սպառողական վարք ասելով կարելի է հասկանալ այն բոլոր գործողությունները, որը մարդը անում է, ինչ-որ բան, ինչ-որ տեղից, ինչ-որ բանի համար գնելու եւ օգտագործելու համար։ Դա կարող է լինել ապրանք, ընդ որում, դա կարող է լինել նաև օգտվել որոշակի ծառայությունից։ Այսինքն այն բառերից սկսած, երբ որ մարդը որոշում է ինչ-որ բան, ինչ-որ մի ծառայությունից օգտվել կամ ինչ-որ մի ապրանք գնել, այդ պահից սկսվում է իր սպառողական վարքի դրսևորումը։ Ընդ որում տեսեք, այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքը։ Ամեն ինչ սկսում է, երբ որ մարդու մոտ գալիս է միտք, որ ինքը ինչ-որ մի բան ունի, ինչ-որ մի ապրանքի կամ ինչ-որ մի ծառայության կարիք ունի, այսինքն մենք ոչ թե հենց արդեն գնեց գումար վճարեց ու գնեց ապրանքը, այդ բանից ենք խոսում սպառողական վարքի մասին։ Այն մտքից, երբ որ մարդը ասում է, այ ես հացի կարիք ունեմ ու այս միտքը եկավ, այսպես ասած կարիքի գիտակցումը եկավ եւ հետո գնում է ու համապատասխան գործողություններ է կատարում տվյալ այսպես ասած ապրանքը ձեռք բերելու համար։ Սպառողական վարք ցուցաբերողը սպառողն է, այսինքն այն մարդը, որ հենց որոշում է կայացնում, որ իրան պետք է այս ապրանքը գնել, այս կամ այն ապրանքը գնել եւ որոշում է կայացնում որոշակի գործողություններ կատարել տվյալ ապրանքը ձեռք բերելու համար։
Ընդ որում, երբ որ մենք խոսում ենք սպառողի մասին, սպառող կարող է հանդես գալ ինչպես առանձին մարդը, այնպես է սպառող կարող է հանդեսանալ կազմակերպությունը, այսինքն կազմակերպությունը ինչպես կարիք ունի գնելու որոշակի ապրանքներ իր այսպես ասած գործունեության համար եւ օգտվել որոշակի ծառայություններից։ Եվ կազմակերպությունը առանձին որպես միավոր եւս կարող է հանդես գալ որպես սպառողական վարք ցուցաբերող, այսպես ասած, սուբյեկտ։ Այս քննարկման շրջանակներով ես կսահմանափակվեմ միայն անհատին որպես սպառողական վարքի սուբյեկտ քննարկելուց։ Շատ, եթե մենք փորձենք տարբեր իրավիճակներ վերհիշել մեր կյանքում, շատ հետաքրքիր է մեզանից յուրաքանչյուրը ինչպես է իրեն դրսևորում գնումներ կատարելիս։ Ինքս օրինակ շատ հաճախ է լինում, երբ որ որոշակի ցուցակ եմ գրում օրինակ, եւ այդ ցուցակը վերցնում եմ, գնում եմ եթային խանութ եւ ըստ այդ ցուցակի կատարում եմ համապատասխան գնումներ, բայց շատ հաճախ եւ երևի մեր կյանքի մեծամասամբ դեպքերում նույնպես է լինում, եւ կարող է ունենանք ցուցակ, բայց նաեւ մտնում ենք խանութ եւ գնում ենք ցուցակից ավելի ցուցակում գրվածից կամ նախատեսվածից շատ ապրանքներ, որոնք կարող է ցուցակինը նույնիսկ չգնենք, գնենք ուրիշները։ Եվ արդյունքում շատ ավելի շատ բան ենք գնում, քան նախապես պլանավորել ենք կամ նախատեսել ենք, ընդ որում շատ հաճախ է լինում այնպես, երբ որ չէինք էլ պլանավորել, չէինք էլ նախատեսել ոչ մի բան, գնում ենք խանութ եւ կարող է 20 րոպեվա ընթացքում միանգամից գնենք 30-ից մինչեւ 50 ապրանքատեսակ, որում ընդամենը 20-30 րոպեի ընթացքում, երբ որ շատ քիչ հնարավորություն կարող է լինի, այսպես ասած, մեզ ինքներս մեզ հաշիվ տալու, թե ինչի այս ապրանքը գնեցի, այս մյուսը գնեցի, ինչու մյուսը գնեցի։ Այսինքն, երբ որ մենք ուղղակի փորձենք մեզանից յուրաքանչյուրի, այսպես ասած, վարքային դրսևորումները խանութում հասկանալ, դա շատ բազմազան կլինի եւ երբեմն նույնիսկ մի մարդու պարագայում շատ դժվար է ինչ-որ օրինաչափություններ գտնել սպառողական վարքի դրսևորումների բազմազանության մեջ։ Մյուս կողմից շատ դժվար է այս հարցը քննարկել նաև հետևյալ տեսանկյունից, որ ապրանք ասելով մենք շատ տարբեր կատեգորիայի կամ խմբերի ապրանքներ կարող ենք դա հասկանալ, այսինքն սնունդը առանձին է, ենթարենք տեխնիկան առանձին է, հագուստը առանձին, կենցաղային ապրանքները, տնտեսական ապրանքները առանձին, կահույքը առանձին, ենթարենք մեքենաները առանձին, բջջային հեռախոսները առանձին։ Այսինքն այն բոլոր առարկաները, որոնք շրջապատում են մեզ, դրանք առանձին կատեգորիայի, այսպես ասած, ապրանքներ են, որոնք կարող են ենթակա լինել սպառման։ Հետևաբար կախված նաև ապրանքատեսակից կամ կատեգորիայից ապրանքների, մենք բավական տարբեր մեկ անհատի մեջ բավական տարբեր սպառողական վարքի դրսևորումներ կարող ենք ունենալ եւ օրինաչափություններն էլ ըստ էության հասկանալու ինչպես է տեղի ունենում այս կամ այն ապրանքի գնումը նաև պայմանավորված է հետեւյալ հանգամանքով, որովհետեւ մենք հաշվի առնենք թե ինչ ապրանքի հետ ապրանքի սպառման կամ նախընտրությունների հետ գործ ունենք։ Երբ որ օրինակ ես փորձում էի հետազոտությունները տեսնել, հիմնականում հետազոտությունները միշտ տարբերակված է, այսինքն տարբերակված ունենք սննդի պարագայում ենթային սպառողական վարքի նախընտրությունները, մյուս պարագայում ասենք օրինակ էլեկտրոտեխնիկայի եւ այլն եւ այլն։ Ընդ որում սա ոչ միայն պայմանավորված է տարբեր այն հանգամանքով, որ տարբեր մարդիկ տարբեր ապրանքների դեպքում սպառողական վարքի տարբեր դրսևորումներ ունեն, այլ նույնիսկ մեկ մարդը տարբեր ապրանքների պարագայում սպառողական վարքի տարբեր դրսևորումներ ունի։ Եվ հետեւաբար սա նույնպես ավելի կոմպլեքս է դարձնում նշված հիմնահարցի քննարկումը։ Երբ որ մենք խոսում ենք սպառողական վարքի մասին, շատ կարևոր է այսպես ասած մեկ եւս նախահարց կամ նախապայման, տարբերակելու համար։ Սպառողական վարք ցուցաբերող մարդը իր մեջ այսպես ասած միավորում է կամ համակցում է 3 հիմնական դեր. գնորդը, վճարողը եւ օգտագործողը։ Տվյալ ապրանքի հետ։ Ինչու է կարևոր սա տարանջատել։ Որպեսզի նաև մենք հասկանանք հետո ինչ գործոններ են ազդում ընդհանուր սպառողական վարքի վրա։ Տեսեք, օրինակ ես որոշել եմ գնել հաց
ու իջնում եմ խանութ, գնում եմ հաց, վճարում եմ ես իմ գրպանից, բարձանում եմ եւ ուտում եմ այդ հացը, այսինքն տվյալ պարագայում սպառողական վարքի բացատրման տեսանկյունից ես եւ այդ հացի գնորդն եմ, ես իջա եւ իդեան եկա, որ ինձ հաց ապեր, ես գնացի, եւ ես վճարեցի եւ ես օգտագործեցի։ Բայց շատ հաճախ է լինում, երբ որ ընդհանուր այս դերերը կարող է չիրականացնել առանձին կոնկրետ մարդը կամ միայն ինքը չօգտագործել։ Օրինակ, չգիտեմ, ես իմ պապայիս ասում եմ, պապա իջնես, օրինակ գնաս հաց առնես, այս դեպքում ես իդեա առաջ քաշողն եմ, կարիքի գնահատողն եմ, որ կա օրինակ այս ապրանքը գնելու անհրաժեշտությունը, մեծ հաշվով գնորդը որպես այդպեսին ես եմ, այսինքն իդեան ինձ մոտ է առաջ եկել, բայց իրագործողը իդեայի, այսինքն հայրիկս է, ով իջնում է, վճարում է հացի համար ու բարձանում է, ու մենք երկուսով ենք օգտագործում, ենթարենք ուտում այդ հացը կամ ուտում ենք ամբողջ ընտանիքով։ Այսինքն այստեղ իդեան չի առաջացել հայրիկիս մոտ ապրանքը գնելու, բայց ինքը նաև նույնպես կարողական վարք է դրսևորում, ես նույնպես կարողական վարք եմ դրսևորում։ Ընդ որում տեսեք սպეციფիկան անում է, որ ես կարող եմ իրեն ասեմ, կարող եմ ես հայրիկիս օրինակ ասեմ կգնես հրազդան հաց, բայց ես կարող եմ հայրիկիս չասեմ ինչ-որ մի բան գնել, ինքը կգնա կգնի այն ինչ-որ ինքը ուզի, ինչ-որ սովոր է գնելու, այսինքն իր նախընտրությամբ կգրի հացը։ Մյուս կողմից ես կարող եմ իրեն պարտադրեմ որոշակի, այսպես ասած, նախընտրություն։ Նույնիսկ տեսեք, երբ որ օրինակ շատ հետաքրքիր է, ես փորձեցի օրինակները, այսպես ասած, ինչ-որ մեր կյանքից վերցնել, թեկուզ իմ անձնական կյանքից, օրինակ նույն նվերը գնելու պարագայում։ Օրինակ, տեսեք, երբ որ ես ինձ եմ օրինակ նվեր առնում ու գումարը վճարողը ես չեմ, ու օրինակ հայրիկս ասա, ինչ ուզես, ինչ որ ուզում ես, ցանկացած գնի սահմանում, քեզ մի սահմանափակի, գնի այն ինչ որ ուզում ես, գնանք միասին գնենք, ասեք վճարողը այս դեպքում ես չեմ, ինձ այսպես ասած անսահմանափակ հնարավորություն է տված ինձ նվեր անելու, բայց նախընտրությունը, հա, որ ես իմ նախընտրությամբ կարող եմ դա գնել ու օգտագործողն էլ ես եմ, սա լրիվ ուրիշ սպառողական վարքի դրսևորելու հնարավորություն ինձ կտա տվյալ իրավիճակում, քան օրինակ եթե ես եմ նվեր գնողը թեկուզ ինձ համար, բայց ունեմ սահմանափակ գումար, օրինակ որ աշխատավարձից ինչ-որ 10%-ն եմ կամ 5%-ն եմ πάρել, ես կարող եմ ունենամ ինչ-որ ուրիշ նախընտրություն, գնում եմ հասնում եմ խանութ, վճարողը ես եմ, տեսնում եմ իմ նախընտրությանը չի համապատասխանում, գինը ես չեմ կարող այդ վճարել ու փորձում եմ կարգավորել, փոխել իմ նախընտրությունները։ Այսինքն նույն ինձ նվեր գնելու պարագայում ես սպառողական բավական տարբեր վարք կդրսևորեմ կապված այս երեք գործոններից, հա, օգտագործողի, գնորդի եւ վճարողի տեսանկյունից։ Կամ նույնը, եթե մենք օրինակ տեսեք, վերցնենք ուրիշին նվեր գնելու, հա, տեսանկյունից, շատ հաճախ մենք տեսեք, ես ուզում եմ նվեր գնեմ ինչ-որ մեկի համար, ես օգտագործողը չեմ, բայց ես դրա գնորդն եմ, այսինքն ես իդեան եկել է մոտ, ես ուզում եմ գնեմ ինչ-որ մի բան եւ վճարողն էլ ես եմ, բայց օգտագործողը ես չեմ։ Ու շատ հաճախ օրինակ երբ որ մենք քիչ գիտենք մարդուն, քիչ ինֆորմացիա գիտենք մարդու մասին, դժվար է, չէ՞, օրինակ որոշել իրան ինչը դուրս կգա ինքը արդյոք կօգտագործի թե չէ, բայց ես հաստատ սպառողական վարքի շատ ավելի այլ պատերն կունենամ, այսինքն այլ ավելի տարբերվող դրսևորում կունենամ, քան որ օրինակ ինձ համար եմ նվեր գնում, որտեղ ես հստակ գիտեմ ինչ է ինձ հետ, որ օրինակ իմ նախընտրությունը եւ ինչպես կգնեմ։ Երբ որ այս օրինակներն ենք մենք տեսնում, շատ դժվարանում է քննարկել հետևյալ հարցը. ինչ գործոններ են ընդհանուր առմամբ ազդում սպառողական վարքի այս բազմազանության դրսևորման համար։ Նույնիսկ տեսեք, երբ որ մենք խոսում ենք սպառողական վարքի մասին, շատ հեռու չգնանք, մեզ շատ օգնում են այս վարքի բազմազանությունը հասկանալ նաև երեխաները։ Պարտադիր չի ես լինեմ շատ գիտակցական, այսպես ասած, չափահաս, ինքս ֆինանսական որոշակի անկախություն ունեցող, որ հստակ սպառողական վարքի, այսպես ասած, ինձ բնորոշ դրսևորումներ ունենան։ Սպառողական վարք կարող է ցուցաբերել ու ցուցաբերում է 2-3 տարեկան երեխան, որտեղ գրեթե խոսել չգիտի, որ դեռ այսպես ասած նույնիսկ չգիտի ինչա գնել ինչ-որ մի բան, ինչա նշանակում ապրանք սպառել առհասարակ, որ նույնիսկ ասենք չգիտի ապրանքների բազմազանությունը եւ այլն, եւ իր ծնողի գրկում նա մտնում է խանութ, ձեռքը դնում է ինչ-որ մի հատ կոնֆետի, ասում է ես սա եմ ուզում։
ինքը ոչ վճարում է դրա համար, ինքը ոչինչ չան, բայց ինքը նույնիսկ ծնողը կարող է ասի, բայց ինչի՞ սա օրինակ եթե ոչ էս կոնֆետը այլ մսի, խասմա չէ ես սա եմ ուզում, այսինքն նույնիսկ ինքը կարողանում է տարբերակել ապրանքի իր նախընտրությունները, անկախ հանգամանքից ինքը ունի օրինակ ինչ-որ background, course գնում կատարելու, թե ինքը չունի այդ գնում, բայց ինքը ինչ-որ նախընտրություն ունի, որ չգիտեմ օրինակ Grand Candy է ինքը ուզում, ոչ թե օրինակ շանտ կոնֆետ է ուզում, որպես այդպեսին ապրանքած այդ դա ես եմ տարբերակում իհարկե ապրանքատեսակի տեսանկյունից, բայց երեխան է որոշակի ընտրություն կատարում իր այսպես ասած այս կամ այն ապրանքի նկատմամբ նախընտրություններում ու ինքը նույնպես որոշակի դրսևորում է սպառողական վարկ, ցուցաբերելով հստակ նախընտրություններ, այս կամ հստակ պահանջմունք եւ հստակ նախընտրություն, այս կամ այն մասնավորապես ապրանքը սպառելու ուղղությամբ։ Եվ երբ որ նաև մենք օրինակ երեխաների վարքի տեսանկյունից կամ զարգացման ստեգրից ենք նայում, շատ դժվար է իրոք գործոնների մասին խոսել եւ սահմանել ինչ է նշանակում գիտակցված սպառում, այսինքն ինչ ենք մենք նկատի ունենում, երբ որ ասում եմ ես ինչ-որ բան գնում եմ գիտակցված կամ չեմ գնում գիտակցված։ Առհասարակ հոգեբանության մեջ մենք գիտակցություն հասկացությունը տարբեր մոտեցումներ կան գիտակցությունը Անդիջան, շատ ներողություն, այստեղ Ամիր Խանյան անին ձեռք է բարձրացրել, ինձ թվում է այս թեմայի հետ կապված հարց ունի։ Լսենք հարցը ու շարունակենք, հա։ Հա, իհարկե, ներեցեք, ես որ չեմ նկատել։ Հարցս հետևյալն է։ Տեսեք, դուք ասացիք, որ ես ունեմ ինչ-որ բանի պահանջ, գնում եմ խանութ եւ գնում եմ դա ինձ համար։ Իսկ եթե օրինակ ես ոչինչի կարիք չունեմ, բայց ստրեսի կան ինչ-որ մասա, մարդկանց, որ ստրեսից դուրս գալու համար իրենք կարող մտնեն խանութ ու մեծ քանակի ինչ-որ հագուստներ կամ ինչ-որ մի բան գնեն ու ոչ մի բացատրություն չունենան, այսինքն իրենք պատճառը բերում են այսպես, որ մենք ստրեսից դուրս ենք գալիս, բայց առանց հասկանալու իրենք կարող են գնել տվյալ հագուստները կամ աքսեսուարները, ինչպես կբացատրեք այդ վարքագիծը եւ ինչով է պայմանավորված իրենց հոգեբանական վիճակը։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն հարցի համար, այս իրավիճակին, այսպես ասած, կամ վիճակի նկարագրմանը ես էլ եմ նախատեսել անցնելու, շատ ուրախ եմ, որ այսպես կանխատեսողական եք եւ հարցը բարձրացրեցիք։ Տեսեք, ըստ էության ցանկացած վարք, երբ որ մարդը դրսևորում է, ինքը դրսևորում է ինչ-որ պահանջմունքից ելնելով։ Այսինքն միշտ վարքի ինքում ընկած են որոշակի դրդապատճառների ամբողջություն, որը պայմանավորում է մեր այս կամ այն վարքի դրսևորումը։ Շատ ընդհանուր դիրքից եմ իհարկե ես հիմա մոտենում հարցին։ Եվ որ դուք ասում եք օրինակ շատ դիպուկ ասեցիք, երբ որ օրինակ ես տեսնում եմ, որ տանը հաց չկա, իջնում եմ հաց առնելու, սա լրիվ ուրիշ պահանջմունք է, կոնկրետ ապրանքի կարիքի, հա, այսպես ասած պահանջմունք է, որը հստակ դրսևորում է իմ սպառողական վարքում։ Այն դեպքում, երբ որ մարդը հստակ չունի կարիքը, հա, ինչ որ ապրանքի իմաստով, հա, որ ինքը օրինակ այս հագուստի կարիք ունի կամ օրինակ ունի այս չգիտեմ, սննդի կարիքը եւ այլն, բայց մտնում է խանութ ու էլի ինչ-որ գնումներ է կատարում ու ելնելով նրանից, որ ունի բուզական որոշակի լարվածություն, պահանջմունքը այստեղ, եթե փորձենք պահանջմունքի լեզվով կամ մոտիվատորների լեզվով ասենք, այդ թոթալ, այսպես ասեմ, բուզական լիցքաթափումն է որպես այդպեսին, այսինքն իր այսպես ասած ներքին, այսինքն բուզական ապրումները որոշակի վերակազմավորելու պահանջմունքն է։ Մի կարևոր բան կուզեի այստեղ նշել, մենք ունենք օրինակ այսպես կոչված հայերեն մի փոքր կարող է լավ չստացվի թարգմանումը, առօրյա բանի, այսպես ասած, առօրյա լեզվամտածողության մեջ ասում ենք շապագոլիկ հասկացությունը, բայց դա compulsive buying disorder, այսինքն կոմպուլսիվ գնումների խանգարում ունենք, որը արդեն հենց խանգարում է որպես այդպեսին ոչ, այսինքն մարդու մոտ արդեն կա հստակ խանգարման մակարդակում դեր նշված իմպուլսիվ գնումներ կատարելու հանգամանքը, ընդ որում որը մեծ շատ հաճախ հանդես է գալիս որպես կոմորբիդ խանգարում, այսինքն զուգակցվում է այլ խանգարումների հետ, մասնավորապես տրամադրության, տագնապային խանգարումների, սննդի խանգարումների, սննդային խանգարումների եւ տարբեր տեսակի նյութերից կախվածությունների խանգարումների հետ։ Երբ որ մենք օրինակ այստեղ ենք նայում, մենք տեսնում ենք, որ օրինակ մասնավորապես այս խանգարման դեպքում կա իմպուլսի չվերահսկելու, իմպուլսի վարքը վերահսկելու անկարողություն մարդու մոտ, երբ որ ինքը չի կարողանում վերահսկել կանոնավորել իր վարքը եւ դա դրսեւորվում է
անկանոն գնումներ անելու հետ, ընդ որում դա հնարավորություն է տալիս իրեն թեկուզ ոչ արդյունավետ, բայց կարգավորել իր հոգեվիճակը որպես այդպեսին, այսինքն հուզական վիճակը կարգավորելու հնարավորություն է տալիս։ Ձեր ասած օրինակում եւ որպես այսպես ասած ամփոփում ինձ համար կարեւոր է եւ նաեւ մոտեցման տեսանկյունից, որ գնումներ կատարելու վարքը մարդու համար դառնում է միջոց կարգավորելու ինքնակարգավորման միջոց է դառնում, այսինքն ստրեսային իրավիճակը հաղթահարելու միջոց։ Մեկը կարող է դա անել օրինակ գնումների տեսքով, մեկը դա կարող է անել օրինակ շատ շոկոլադ ուտելով, մեկը կարող է դա անել էլի իմպուլսիվ որոշակի վարք դրսևորելով, բայց որը միտված է հոգեկանի, այսպես ասած, պաշտպանության տեսանկյունից, սեփական վարքի ինքնակարգավորման, թեկուզ դա կարող է լինել բացասական իմաստով։ Դուք նաև ձեր հարցը մի շատ կարևոր եթե իհարկե կարողացա պատասխանել, այսինքն դուք եթե ինչ-որ բան ունեք հարց կամ կարծիք կամ այսպես ասած բաց բան մնաց, խնդրում եմ արձագանքեք, ես շարունակեմ ձեր հարցից։ Չէ, ճիշտն ասած ինձ հետաքրքրում էր այդ պահը, որտեղ շատ-շատերից եմ լսել, որ իրենք ստրեսից դուրս գալու համար դիմում են այդ քայլին։ Ինձ կոնկրետ դա էր հետաքրքիր ու բավարար էր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ։ Ձեր հարցում դուք մի կարևոր բան նշեցիք, որը ես կանդրադառնամ մի փոքր հետո, դա ինչպես է մարդը բացատրում իր գնումը։ Սա մի քիչ ավելի հետո փուլի է, այսինքն տարողական այդպես հետոյի փուլ է, որտեղ Ահա, բայց մեծ մասը չի կարողանում բացատրել։ Իրանք զուտ պատճառը ներկայացնում, որ ստրեսից են դուրս գալիս, բայց իրանք կարող է կոպիտ անպիտան իր գնել, որ իրանք ընդհանրապես պետք չի, բայց գնում են այդ քայլին։ Շատ լավ, այս դեպքում այստեղ տեսեք, բադը չի դառնում նպատակը որպես այդպեսին, չի դառնում գնումը ինքնին, ոնց որ գնումներ կատարելը մարդու համար միջոց է դառնում, ուրիշ պահանջմունքի բավարարման համար այս դեպքում իր ստրեսի հաղթահարման միջոց է դառնում։ Իմ սկզբի խոսքում նշվածի պարագայում մենք քիչ թե շատ գործ ունենք, երբ որ նպատակային գնման հետ գործ ունենք, այսինքն երբ որ մարդը ապրանքը գնում է ու ապրանքը դառնում է իր համար որպես նպատակ որոշակի կարիքներ եւ պահանջմունքներ բավարարելու համար։ Ձեր ասացի պարագայում մենք գնումը չունենք որպես այդպեսին հենց նպատակ, այսինքն մարդը չունի, որ հենց հատկապես սա գնի, նա գնի եւ այլն։ Այս դեպքում գնումներ կատարելու վարկը մարդու համար դառնում է միջոց որոշակի ինքնակարգավորման, տվյալ դեպքում չգիտեմ, հուզական կարգավորման, կարող մասնավորապես տեսային կարգավորման համար նշանակություն ունենա։ Դրա համար մարդը չի կարող որպես այդպեսին գնահատել, այսպես ասած, իր գնումների պետքակարությունը կամ օգտակարությունը կամ նպատակայնությունը իր համար, որովհետև ի սկզբանե իր վարքը չի առաջացել հենց տվյալ ապրանքը ձեր բերելու, այսպես ասած, նպատակից որպես այդպեսին։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն ձեզ։ Հետ վերադառնալով իստումա նաև այս որոշակի բասի եթե դերկայացնել, մենք կարող ենք էլի ձեր բերած օրինակը հասկանալ մի փոքր ավելի խորքային տեսանկյունից։ Ինչպես ես ներկայացրեցի, շատ երբ որ մենք իրավիճակների բազմազանության մեջ ենք քննարկում սպառողական վարքի դրսևորումները, շատ դժվար է խոսել է մասին, թե ինչքանով մարդը գիտակցում են ինչ-որ ինքը գնում է ու կարող է պատճառաբանել կամ հստակ բացատրություն տալ նրան, թե ինչու է գնել հենց այս ապրանքը եւ ոչ թե գնել է այն մյուս ապրանքը, օրինակ չգիտեմ, ընտրել է անիկ արտամեթեր, ոչ թե օրինակ աշտարակած եւ այլն եւ այլն։ Ինչու է կարևոր ընդհանրապես այսպես մանր քննարկել ինչ-որ հարց, որովհետեւ մենք հասկանանք ընդհանրապես ինչ ենք մենք ասում գիտակցված գնում ասելով։ Տեսեք, շատ դժվար է օրինակ ինձ համար տարբերակել, երբ որ օրինակ մարդը կանխամտածված է գնումներ կատարում, այսինքն ցուցակ է, որոշակի ցուցակ ուտի գնում է, ենթանենք գնում է կատարում ու հստակ գիտեք ինչ է ուզում ու հստակ, այսպես ասած, հստակ ապրանքներ է գալիս է տուն, սա ես համարեմ գիտակցված գնում, ի տարբերություն օրինակ այն սպառողական վարքի, երբ որ մարդը ցուցակ չէր արել, մտել է միանգամից 20 րոպե մի 1000 ապրանք է առել դուրս եկել։ Դա ես համարեմ չգիտակցված, թե տեսեք գիտակցված համարեմ այդ գնումը, երբ որ օրինակ մարդը նախ գիտի ինչ ապրանքի գնում եւ մարդը գիտի օրինակ տվյալ ապրանքի մասին
որոշակի ինֆորմացիա ունի տվյալ ապրանքի մասին, ասենք օրինակ ինքը մտնում է գնում է անի կատնամթեր, որովհետև ինքը տեսել էր անի կատնամթերքի ենթարենք արտադրության տեխնոլոգիաների մասին որոշակի ինֆորմացիա ունի, ինքը գիտի օրինակ այդ մածունի բաղադրություն, ինքը կարդացել է, բացի ամսաթվից կարդացել է նաև ինքը բաղադրություն կա դրա մեջ, ինքը հստակ կարող է հիմնավորել, ընդ որում հիմնվելով բավարար ինֆորմացիայի վրա տվյալ ապրանքի մասին կարող է բացատրել իր վարկը, հա ինչու է ինքը գնել այդ ապրանքը։ Ես սա համարեմ գիտակցված այն տեսանկյունից, որ իր որոշման կայացումը կատարվել է բավարար ինֆորմացիայի հիման վրա, այլ ոչ թե օրինակ, որ ինքը միայն գնացել, օրինակ տեսաբանի կատամտել ու օրինակ եթե ես իրան հարցնեմ, ասենք չի ես անում, դա ինչ տարբերություն սա նույնն է, էլի։ Այսինքն ես իրոք դժվարանում եմ ասել այս պարագայում գիտակցված ավելի լայն իմաստով, որովհետև երկու դեպքում էլ մարդը գիտակցված է անում, որովհետև ինքը կարողանում է հաշիվ տալ ինչի է գնել կաթնամթեր, որովհետև իրան պետք է կամ օրինակ աչքը տեսավ ուզեց, մարդը կարում է հիմնավորի ինչ-որ ձևով, որ աչքը տեսավ ուզեց կամ մտածեց, որ մի բան կարա սարքի կամ նախապես պետք է կամ եւ այլն, ինքը կարող է որոշակիորեն հիմնավորի, կապ չունի ոնց է հիմնավորում, բայց կարողանում է որոշակի հիմնավորել, որ հենց այս ապրանքատեսակն է արել, կամ ասում է գովազդը տեսա, դե շատ են գովազդում էս, թե ավելի գիտակցված կամ այսպես ասած տեղեկացված գնում է այն, երբ որ մարդը ասում է անին եմ առել, որովհետև ենթարենք գիտեմ այս տեխնոլոգիաների մասին, որովհետև կարդացել եմ բաղադրությունը եւ այլն։ Մեզանից շատերը, ես օրինակ այդպես չեմ, բայց ես մարդիկ եմ ճանաչում, որ նույնիսկ հագուստ գնելուց իրանք շատ ուշադրություն են դարձնում այդ հագուստի կտորի բաղադրությանը եւ կարի ձևին։ Այս սա ես համարում եմ գիտակցված հագուստ գնելու սպառողական բառ, բայց ոչ իմս, որովհետև ես մտնում եմ, ես երբեք ուշադրություն չեմ դարձնում ոչ հագուստի բաղադրությանը, այսինքն կտորի բաղադրությանը, ոչ կարի ձևին, ոչ մի այն ինֆորմացիան, որը կարող է զուտ ինձ հիմնավորել, թե ինչի օրինակ այս բրենդը ոչ է բրենդը։ Ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, ես առնվազն մտնում եմ, ես գիտակցում եմ, որ ես մտնելու եմ, ենթարին գնելու եմ որոշակի մի բլուսկա եմ գնելու, գիտեմ մտնում եմ ես 5 տեսակի խանութ, ես արդում եմ այդ բլուսկա, որը իմ ենթային չափին է, ինձ կսազա եւ այլն, բայց ես երբեք բացի նրանից այս երկու հիմնավորումներից է, որ բլուսկա պետք է եւ ինձ բռնեց եւ գինն էլ հարմար էր, բացի այս հիմնավորումից ես չեմ կարող ասել, ես չեմ կարող ձեզ հիմնավորել ինչու եմ գնել, որտեղ ես առնվազն չգիտեմ ինչու է նաեւ կարող եմ ասել, դե այս ապրանքատեսակը շատ է հագնում, սա երևի ամենաառաջնային է կամ նորաձև այս այն է, բայց առնվազն ես չեմ կարող ասել Ես բլուսկան, որովհետև ինքը բամբակից էր, ինքը չգիտեմ ինչ կտորից էր, ինքը որովհետև ենթարենք հեշտ է լվացքի մեքենայով դվանալ, ընդ որում եթե ուշադրություն եք դարձել, մեր հագուստները ունեն մի շատ կողքը, այսպես ասած մի հատ մեծ լեքսիոն բան է գրած, թե ինչ ջերմաստիճանի տակ ենթարենք դա անհրաժեշտ է լվանալ, ինչ ենթարենք օրինակ լվացքի փոշով եւ այլն։ Այսինքն նույնիսկ այս դեպքում ես դժվարանում եմ ասել, օրինակ ես շատ գիտակցված եմ գնել, թե չէ եթե մենք հիմք ենք վերցնում որպես բավարար ինֆորմացիայի հիման վրա գնված ապրանք, ոչ թե ուղղակի որ ես կարող եմ ինչ-որ ձևով հիմնավորել տվյալ ապրանքի գնումը։ Ընդ որում տեսեք շատ հետաքրքիր է, երբ որ մենք ապրանքից ապրանք ենք սանայում, օրինակ մեզանից շատերի ինքս նաև կարող է ես ավելի շատ հետևողականությամբ եւ նրբանկատությամբ ունի շատ կարդալով ընտրեմ իմ բջջային հեռախոսը կամ համակարգիչը կամ նոթբուքը, բայց ես նույն հետևողականությամբ չգնեմ օրինակ այն սնունդը, որը ես ամեն օր ուտում եմ, խոսքը դա կարող է վերաբերել կաթնամթերքին, խոսքը դա կարող է վերաբերել բութերին եւ այլն, այսինքն ուզում եմ ասել, ես կարող իրոք շատ լավ իմանամ իմ հեռախոսի եւ ապրանքանիշը եւ իր բոլոր հնարավորությունները, այսպես ասած ծերից ծեր իր այսպես ասած ամբողջ ազնագրային ինֆորմացիան, որը տրվում է ընդ որում արտադրողից սկսած իմ հեռախոսի մասին, բայց ես երբեք չմտնեմ ու երբ որ օրինակ ջուր եմ առնում կամ ինչ-որ ուրիշ բան, մանրամասն կարդամ եմ դիտարկում գրված ամեն ինչ կամ նույնիսկ ասենք թե ինչ-որ տարբեր տեսակի ապրանքներ, որը ես նույնպես հեռախոսին համահավասար օգտագործում եմ իմ կյանքում եւ նույնիսկ ասենք անմիջական ազդեցություն կարող են ունենալ իմ առողջության վրա, այսինքն նույնիսկ ապրանքից ապրանք մենք կարիք ունենք հասկանալու թե ինչպես է տեղի ունենում այդ որոշման կայացման գործընթացը, ինչու ենք եւ մենք գնում այդ ապրանքը եւ ինչի հիման վրա, այսինքն ինչ ինֆորմացիա մենք ունենք մեր որոշման կայացման գործընթացում։
Եթե նկատեցիք, ես ընդհանուր քննարկումը տարա այն ուղղությամբ, որ գնել ինչ-որ մի բան կամ ցուցաբերել սպառողական վարկ սկսվում է ամբողջությամբ իրենից ներկայացնում է որոշման կայացման գործընթաց։ Ինչ-որ մի բան գնելը, երբ որ ես որոշում եմ, դա որոշման կայացման գործընթաց է։ Ամեն ինչ սկսվում է հենց այս process-ից։ Ընդ որում կապ չունի, մենք հիմա կգանք նրան, թե ինչ չափով եմ ես դա գիտակցում թե չէ, սա ինքնին որոշման կայացման գործընթաց է, որը սկսվում է, ինչպես նշեցի, կարիքի գնահատումից, այսինքն որ ես ինչ-որ մի պահանջում, ինչ-որ բանի կարիք ունեմ եւ դա անում եմ։ Նույնիսկ անի բերած օրինակում, երբ որ մարդը իմպուլսիվ է գնումներ կատարում, ինքը ամեն դեպքում ինքնակարգավորման կամ ստրեսի հաղթահարման համար որոշում է կայացրել դա անել գնումների միջոցով։ Ոչ թե օրինակ շոկոլադ ուտելով, ոչ թե օրինակ ենթարենք ապարելով, ոչ թե այլ վարքային դրսևորում ունելով։ Այսինքն նույնիսկ իսա գիտակցված կամ չգիտակցված կամ իմպուլսիվ մարդը ամեն դեպքում որոշում էր կայացրել գնալ խանութ, իրան ինչ-որ մի բան ուղեկցել էր խանութ գնալը։ Միշտ ելակետում մենք ունենք վարկից առաջ այս որոշման կայացման գործընթացը, ընդ որում բացի այս ելակետից բնականաբար որոշման կայացման գործընթացը ունի նաև որոշակի փուլեր։ Անի ջան, բայց մինչև այդ փուլերին անդրադառնալը Անին նորից հարց ունի։ Հարցը լսենք ու անցնենք առաջ։ Շատ լավ, իհարկե։ Շնորհակալ եմ շատ։ Մյուս հարցս վերաբերում է, օրինակ ես մտնում եմ խանութ, ինչ որ կոնկրետ բան չեմ ուզում առնել, բայց հնարավոր է որ խանութի երաժշտության ազդեցության տակ ես ինչ որ մի բան գնեմ ու դուրս գամ, հնարավոր է որ երաժշտությունը հոգեբանորեն ազդի իմ վրա։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, դուք սաղ կանխատեսում եք ինչի մասին եմ ես հաջորդը խոսելու, շատ հավես է։ Դրա մասին ես կանդրադառնամ, դուք շատ դիպուկ օրինակ բերեցիք։ Այո, կան ընդ որում էքսպերիմենտալ հետազոտություններ, երեք ես հենց ծանոթացել էի դրանց, որ խանութի երաժշտությունը ազդեցություն ունի ապրանքատեսակի նախընտրության վրա, օրինակ տարբեր հիմնականում իհարկե արևմուտքում արված հետազոտություններ են, օրինակ եթե խանութում հնչում է ֆրանսիական երաժշտություն, մարդիկ ավելի շատ հակված են գնելու ֆրանսիական բրենդի ապրանքատեսակներ, օրինակ ֆրանսիական գինի շատ հաճախ։ Սա իրոք հաստատված էքսպերիմենտալ հետազոտությունների մասին է ասում, կամ օրինակ գերմանական եթե երաժշտություն է միացված, մարդիկ հակված են գնելու գերմանական ապրանքատեսակներ։ Նաև տեսեք, երբ որ օրինակ խանութում կա երաժշտություն, օրինակ եթե դանդաղ երաժշտություն է, դա դանդաղ երաժշտությունը դանդաղեցնում է նաև մարդու շրջայցը խանութում, եթե կարելի է այսպես ասել, եւ հետեւաբար այդ շրջայցի ընթացքում ավելի շատ ապրանքատեսակներ գնելը, արագ երաժշտությունը ընդհակառակը արագացնում է մարդու ռիթմը, հա, այսպես ասեմ, սուպերմարկետում կամ ցանկացած տիպի խանութում շրջայցը եւ հետեւաբար նաև ապրանքի վրա կան այսպիսի հետազոտություններ եւ սա արդեն մեր քննարկման մյուս մասին է վերաբերում թե ոնց ինչը եւ ոնց կարող է ասել սպառողական վարքի ձևավորման վրա, այսինքն բացի մարդուց եւ մարդու ներքինից եկող տարբեր գործոններից ինչը կարող է ազդել։ Ընդ որում տեսեք շատ իրականում խանութ սրահներում Հայաստանում նույնպես հատկապես հագուստի բրենդային խանութ սրահներում երաժշտությունը ինքը նույնպես որոշակի մարքեթինգային ստրատեգիայով ընտրված է, այսինքն պատահական չեն ընտրում։ Նույնիսկ ես գիտեմ տարիներ առաջ մենք HR բաժնի աշխատակից ունենք, օրինակ մոլերի խանութների, երբ որ ինքը ասեց, որ իրանք երբեք չեն փոխում Հայաստանում մոլի այս կամ այն խանութում, օրինակ Zara-ում կամ ինչ-որ միտեղ երաժշտությունը, չեն փոխում օրինակ մի ամիս կա, մինչև հետ գլխավոր գլխամասային օֆիսից իրենց չեն ասում փոխեք երաժշտությունը։ Այսինքն այդ երաժշտությունն էլ, ընդ որում երաժշտության որոշ խանութներ իհարկե ես չեմ պնդում սա, որոշ խանութների երաժշտության հերթականությունը, թե դա ինչ օրերի հաճախականությամբ եւ քանի օր պիտի այդ նույն երաժշտությունը չի, դա նույնպես մարքեթինգային ստրատեգիա, դա նույնպես մտածված է, դա նույնպես հոգեբանական ազդեցություն ունենալու, իհարկե անուղղակի ազդեցության մասին ենք այստեղ խոսում, ոչ ուղղակի, անուղղակի ազդեցություն ունենալու
այսպես ասած նշանակություն ունի, այդ թվում եւ մեծ նշանակություն ունի ապրանքների դասավորությունը, որոնք շատ մեծ նշանակություն ունի թե խանութում ապրանքները ինչպես են դասավորված։ Այն որ օրինակ մտնում եք սուպերմարկետ, ես վերցնեմ սննդային օրինակ խանութների տեսանկյունից, երբ որ օրինակ հացի խանութ հացը սուպերմարկետի ամենավերջում է, ոչ ընդ որում հացը ամենաանհրաժեշտն է, մարդիկ շատ ավելի վիճակագրող են, ավելի հաճախ մտնում են օրինակ սննդային խանութ հաց գնելու բայց վերջինս օրինակ տեղադրված է խանութի ամենավերջում, դա օրինակ նույնպես հնարավորություն է, որ միջև հասնել հացի խանութի, մնացած այլ ապրանքները տեսնելով մարդը մեծ հավանականությամբ ինչ-որ բաներ կգնի։ Այդ թվում եւ մնացած ապրանքատեսակները նույնպես, այսինքն նույնիսկ բացի երաժշտությունից ապրանքատեսակների, ընդ որում ապրանքների, թե որ ապրանքը որից հետո կլինի, ինչ դասավորության կլինի սուպերմարկետում, դա նույնպես իր ազդեցությունը ունի, որ ապրանքատեսակներն են սկզբից դրած, հետո դրած, հետևում դրած, այսինքն մի ամբողջ նաեւ հսկայածավալ աշխատանք է կատարվում հենց մասնավորապես այս միջավայրային, այսպես ասած, գործոնները կարգավորելու ուղղությամբ, որը նույնպես իր ազդեցությունը եւ ընդ որում շատ ուժեղ ազդեցությունը կարող է ունենալ արդեն սպառողական վարքի վրա։ Ընդ որում տեսեք, սա մենք գործ ունենք նշված դեպքերում, ինչու ասեցի անուղղակի ազդեցության մասին, մենք գործ ունենք մարդու ենթաշեմային ընկալման հետ, այսինքն տվյալ ստիմուլները, օրինակ երաժշտությունը, լինի ապրանքների դասավորումը եւ այլն, մարդը, տեսեք, մարդը երբեք չի կարող, այսպես ասած, գիտակցել, եթե օրինակ ինքը նախապես տարբեր հետազոտությունների ծանոթ չի օրինակ, որ հենց երաժշտությունը կարող էր դեր ունենալ, որ ինքը գնեց այդ ապրանքը։ Սա ենթակեղևի մակարդակում վերամշակվող ինֆորմացիա է, ընդ որում օրինակ ներկայումս լայնորեն տարածում է գտել նեյրոմարկետինգը, որը շատ նեյրոմարկետինգը, որը հենց ազդում է, որը հենց այսպես ասած տարբեր գործիքակազմեր է մշակում, հենց մարդու ենթաշեմային ընկալման վրա, այսպես ասած ազդեցություն ունենալու եւ համապատասխան սպառողական վարք ցուցաբերելու սպառողական վարք ձևավորելու համար, օրինակ նեյրոմարկետինգի դրիգը շատ օգտագործվում է եւ գովազդում։ Իհարկե մենք նաեւ պետք է խոսենք, որ գովազդը ինքը մեծ ազդեցություն ունի սպառողական վարքի դրսևորման վրա, մասնավորապես օրինակ նույն Coca-Cola-ի, այսպես ասած ամենահայտնի գովազդներում, երբ որ օրինակ շիշը բացվում է եւ գալիս է այն գազից, այսպես ասած գազի դուրս գալուց այն, դա եւս նեյրոմարկետինգային բան է, դա եւս ազդում է մարդու ենթաշեմային, այսպես ասած ընկալումների վրա, կամ օրինակ տարբեր արժեքներ են օրինակ նույն գովազդում օգտագործում ընտանիքի, ենթանի փոխադրության եւ այլն, որոնք նույնպես այսպես ասած որոշակի ենթաշեմային ինֆորմացիա են ապահովում մարդու վրա, այսինքն լիովին չի կարող, այսպես ասած, չկարողանա գիտակցել ամբողջությամբ այդ ինֆորմացիան, բայց վերջինս այդ ենթաշեմային, ենթակեղևային, այսպես ասած, հատակից ազդեցություն ունի նրա վրա, թե ինքը օրինակ կգնի Coca-Cola կամ մնացածը չի գնի եւ այլն։ Եթե իհարկե օրինակ նույն մարդը ունի արդեն ասենք գիտակցված իր մեջ դիտողություն, որ ինքը օրինակ Coca-Cola չի խմում։ Այսինքն մենք կոնկրետ մի տեսեք բացի նրանից, որ մենք տեսեք հիմա փորձում ենք հասկանալ սպառողական վարքի, ընդհանրապես հասկանալ ինչ է սպառողական վարքի, ինչ գործոններ են ասում, մի հոգեբանության մի ամբողջ հենց սպառողական վարքի հոգեբանությունը մեզ թույլ է տալիս նաև ուսումնասիրել, թե ինչպես ձևավորել այս սպառողական վարքը, որում տարբեր սկսած գովազդի ոլորտում, մասնավորապես այսինքն սպառման բոլոր ոլորտներում հասկանալ նաև ոնց ձևավորել, ընդ որում երբ որ մենք սրանք ավելացնենք նաև on-line առևտուր եւ սրանք ավելացնենք նաև digital տարբեր հնարավորությունները, որ մեզ ընձեռում է սպառողական վարքի, այստեղ արդեն հիմնահարցը շատ ավելի խորքային է դառնում, որովհետեւ նույն օրինակ գովազդները տարբեր տեսակի ալգորիթմների միջոցով մարդկանց անընդհատ, այսպես ասած, աչքի առաջ է բերում տարբեր տեսակի target ապրանքներ, որոնք նույնպես մարդու համար հիմք են հանդիսանում մտնել խանութ ու գնել այս ապրանքը, անկախ նրանից ուզում էր, չէր ուզում, շատ իր մեջ վերամշակել է գնել դա, թե չգնել։ Մի քիչ երկար ստացվեց ձեր հարցը, բայց շնորհակալություն ձեզ հարցի համար, ինքը նաև բովանդակում էր այսպես ասած առանձնահատկությունները, որ մենք պետք է հաշվի առնենք սպառողական վարքի քննարկման հավատեքստում։ Դուք ունեք ինչ-որ բան ավելացնելու։ Ուրիշ հարց ունեմ, մի քիչ տարբերվող է, օրինակ մտնում եմ խանութ, տեսնում ինչ որ ապրանք, որ ինձ դուր է գալիս, բայց մոտից գումարը չի հերիքում։
Արդյոք դա բացասաբար կարող է ազդել իմ հոգեվիճակի վրա ու արդյոք դրանից կարա մարդու ոճը փոխվի, այսինքն տվյալ ապրանքը ինքը չի կարող գնել, ավելի մաչելի ուրիշ ոճի հագուստ է իրեն գնում։ Շատ բաց հարց եք տալիս, երևի այդ հարցին կարող է այսինքն դա բացասաբար կազմի մարդու վրա թե չի, ես առաջին հերթին կհարցնեի մարդուն այն դեպքում, երբ որ ինքը մտնում է խանութ, օրինակ թեկուզ ուզում է գնել ինչ-որ հագուստ եւ չի կարողանում դա իրեն թույլ տալ, արդյոք դա իր վրա անկախ նրանից ես հոգեբան եմ թե չի, ես այս հարցին առաջին հերթին կտայի մարդուն, արդյոք ինքը ոնց է իմաստավորում, տեսեք, ոչ թե ես ոնց կգնահատեմ իրավիճակը կարճաժամկետ կամ երկարաժամկետ իմաստով, այլ ինքը կոնկրետ այդ իրավիճակը ոնց կիմաստավորի իր համար։ Օրինակ ես ամենատարբեր բացատրությունը կամ այսպես ասած մենք ասում ենք ռացիոնալիզացիա, հա, հոգեբանության մեջ մարդը կարող է ասել լավ, էս ամիս չունեցա, լավ դեպք օրինակ ի տարբերություն ես կարամ մի քիչ էժան գնով առնեմ, բայց փոխարենը ես կարող եմ ասել թե 2 ամիսը մեկ ինձ թույլ տալ դա կամ օրինակ մարդը կարա ասի դե լավ ինչով է տարբերվում, եթե օրինակ ես ինչ-որ միտեղ գրած չի, որ Զառայից առած մարդիկ չեն իմանա կամ օրինակ ամեն նկատի ունեմ մարդը տվյալ կոնկրետ ձեր նկարագրած իրավիճակը ինքը հավատացեք ամենատարբեր եթե հատկապես իր համար կարևոր էր այդ գնել ինքը չի գնել հոգեկանի պաշտպանության տեսանկյունից իմ կարծիքով մարդը ամենատարբեր բացատրությունը կտար տվյալ իրավիճակում, այսինքն ինչ-որ ձևով կփակեր, ինչ-որ ձևով իր համար ընդունելի կդարձնել տվյալ իրավիճակը, մեղմացնելով իրավիճակի բացասական ազդեցությունը իր վրա։ Սա զուտ հոգեկանի, այսպես ասած, լայն իմաստով պաշտպանության տեսանկյունից, ավելի ես կհարցնեի օրինակ առաջին հերթին մարդուն, ինքը օրինակ ոնց կբացատրեր, ոնց այդ իրավիճակը իր համար կիմաստավորեր։ Իրականում կներես Անի ջան, մի հատ ես միջամտեմ, շատ հաճախ նման իրավիճակներում մարդիկ փորձում են նաև հետևյալ տեսանկյունից մոտենալ, ինչ որ ձևով արժեզրկել այդ ապրանքը կամ երևույթը կամ ծառայությունը, որպեսզի այդ արդարացման պահը լինի, այսինքն երբ որ դու արժեզրկում ես, այդտեղ արդեն ոնց որ այն պակասը բացը չի լինում ու դու այդքան քեզ բաց չես զգում, որ դու դա չունեցար։ Այն խաղողին դունչը չհասնելու պահը ամեն դեպքում ինձ թվում է ինչ որ պարագաներում գործում է, որտեղ հենց 3 փողոցում քայլում էինք ու մի մեքենա անցավ, շատ շքեղ մեքենա էր ու մի շատ երևի 20 տարեկան աղջիկ էր ղեկին ու 2 աղջիկ էին անցնում կողքով ու այդ աղջիկների բանը մեկնաբանությունը այդ մեքենային դե հա իմ պապան էլ որ ինձ այդպիսի ինչ որ, այսինքն իրանք միանգամից այդ երևույթը անմիջապես արժեզրկեցին, որպեսզի ոնց որ տենց որտեվ երևի իրանք էլ մոտավորապես այդ տարիքի էին ու այդ տարբերությունը որ իրենք այդպես մի քիչ էլ տենց հանդուգն կերպով էր վարում մեքենան, բայց շատ հետաքրքիր էր արձագանքը ու քանի որ իմ գլխում կար նաև մեր այս հանդիպումը, ես միանգամից զուգահեռեցի ու շատ հետաքրքիր էր էլի ինձ համար այդ արձագանքը ու ես հասկացա, որ շատ իրավիճակներում արդեն ռետրոսպեկտիվ երբ որ նայում եմ, մարդիկ փորձում են արժեզրկել երևույթը, որպեսզի արդարացնեն իրենց այդ երևույթին չհասնելու պահը։ Նաև այս տարբերակով ինձ կարելի է դիտարկել, բայց հաստատ ձեր ասած մոտեցումներն էլ կան։ Շատ շնորհակալություն ձեզ, դուք փոխլրացրեցիք այս իմ ասած, որ մարդը ինչ-որ ձևով արդարացնում է, այսինքն չի կարող, տեսեք, մարդը չի կարող ուղղակի ոնց որ հոգեկանը պահանջ ունի իր համար ինչ-որ ձևով բացատրելու տվյալ իրավիճակը։ Կապ դա լավ է, վատ է, ճիշտ է, իրական է, թեև տվյալ մարդու տեսանկյունից դա իմաստավորված է, որովհետև մարդը կարիք ունի իր համար բացատրելու եւ ընդ որում եթե հոգեկանի պաշտպանության տեսանկյունից ենք նայում, մենք սովորաբար հակված ենք այն բացատրությունը տալ, որը նվազագույնի կհասցնի մեր բացասական հուսական ապրումը տվյալ իրավիճակի նկատմամբ ու այս տեսակետից ամենատարբեր, հնարավոր ամենատարբերը ու շատ հաճախ ինչպես դուք նշեցիք, դա հենց արժեզրկումն է, օբյեկտիվ դիմացինի, այսինքն չձեր բերվածի արժեզրկումը։ Իհարկե կապված անհատական տարբերությունից մի մարդը կարող է դեպի աուտո, այսինքն ինքը իր բանով, որ ես փաստորեն պիտի շատ աշխատեմ կամ չգիտեմ, փաստորեն ամբողջ կյանքում չեմ էլ կարալու ինձ դա թույլ տամ, բայց մի ուրիշը հագնում է, ինչի ես չեմ հագնում։ Այսինքն տեսեք, ստեղ մենք դուրս ենք գալիս սպառողական վարքի, հենց սպառողական վարք
գնահատելու տեսակից մենք արդեն դուրս ենք գալիս անձնային տարբեր պարամետրերը քննարկելու դաշտ, երբ օրինակ մարդը իրան համեմատում է ուրիշների հետ, ասում է, ես ինչը թույլ տվեց, բայց ես ինչի ինձ չեմ կարող սա թույլ տամ, սա կամ ու տեսեք, այս իր համեմատությունը եւս ազդում է անմիջականորեն իր սպառողական վարքի վրա կամ ասենք ինքը ասում է լավ, սկսում է օրինակ ինչ-որ ինքնամեղադրական բաներ, բա ասում ես անհաջողակ եմ կամ ինչ-որ մի բան, կամ ընդհակառակը ասում է լավ, այս անգամ չկարացի, թույլ տամ ուրիշ, այսինքն սա այս իրավիճակը դառնում է ինչ-որ յուրօրինակ մոտիվացիա իր համար, այսպես ասած, հետագայում այդ տվյալ ապրանքատեսակը ձգվելու համար կամ ասենք օրինակ շատ հաճախ, չգիտեմ, ես չեմ կարող թույլ տամ ինձ այս նոթբուքը կամ հեռախոսը գնել, ասում եմ դե գումար հետ կգցեմ, կգնեմ ու տեսեք, ես ոչ թե հենց սպառողական վարքս եմ կարգավորում, այլ որոշակի կարգավորում եմ իմ գործար կենսակերպ, ասեմ կամ հա կենսագործունեությունը որպես այդպեսի, արդեն ոչ թե սպառողական վարքը, տնտեսական վարքը, որովհետև մենք ստեղ նաև գործ ունենք տնտեսական վարքի հետ, արդեն կապված ֆինանսների տնօրինման եւ այլնի հետ, իմ տնտեսական վարկս գումար եմ հետ գցում, ասում եմ, այ որ այս հենց այս հեռախոսը գնեմ, այսինքն դա կոնկրետ իրավիճակը շատ տարբեր արդյունք կարող է ունենալ մարդու համար։ Ու շատ մի հետաքրքիր պահել կա այստեղ, օրինակ ես այստեղ իմ սեփական օրինակից կարող եմ ասել, օրինակ երբ որ տենց չմտածված գնումներ եմ անում, ասենք մի բան եմ գնում, որ ինձ պետք չի, որտեվ ես ունեմ, ասենք լիքը այդ նույն շորից ունեմ, բայց ես նորից գնում առնում եմ, որովհետև ոնց որ չգիտեմ, մի տեսակ տեսնում ես, քեզ հետաքրքրում է, դու առնում ես, հետո արդեն բան է լինում, դու սկսում ես ինքն արդարացնել, ինչ որ ձևով, թե ինչի համար այդ դու արեցիր, ինչի քեզ թույլ տվեցիր այդ ամենը, այսինքն ինչ որ ձևով փորձում ես արդարացնել քո չգիտակցված սպառումը, չգիտեմ, ամենատարբեր միջոցները այստեղ կարող եմ օգտագործել երբեմն, բայց մի տեսակ այն ներքին մեղքի զգացողության նման մի բան լինում է երբեմն, ու ես ասում եմ լավ, այս ամիս ոչ մի բան չեմ գնելու, կամ ասում եմ դե լավ, ես այդքան չարչարվում եմ, ոչինչ, թեկուզ թող մի հատ էլ անմիտ գնում կատարած լինեմ, այսինքն օրինակ ես իմ մոտ այդ պահերը զգում եմ, երբ որ ասենք տենց չափն անցնում եմ, չափը բնականաբար ես ինքս եմ ինձ համար որոշում, կարող է մեկի համար այդ իսկապես չափն անցնել է, մեկի համար այդ ինչա որ, բայց ամեն մեկս ունենք մեր համար որոշակի ինչ-որ սահմաններ դրած, ու երբ որ ես այդ իմ սահմաններն անցնում եմ, իմ մոտ սկսվում է այդ պահը, ու ես որոշում եմ կայացնում, որ լավ, էլ ոչ մի բան չեմ գնելու, բայց նենց չի, որ այդ միշտ պահում եմ, բնականաբար, բայց գոնե այդ ինքս իմ հետ այդ առճակատումը սկսվում է, էլի, համ այդ մեղքի զգացողությունն է մի կողմից էլ, բայց ինչի չէ որ, այս պահերն է ստացվում, հետաքրքիր է շատ։ Շատ, գիտեք, ընդհանուր առմամբ, երբ որ մենք հիմա կարող ենք փորձել հասկանալ օրինակ գիտակցված, չգիտակցված լինելը ընդ որում մեզ համար որոշակի, իհարկե ոչ սպառենք այս հիմնահարցը չենք կարող, առնվազն կարող ենք որոշակի, այսպես ասած, շրջանակավորենք այս քննարկվող հարցը, իրականում շատ հետաքրքիր է դառնում, երբ որ մենք առանձին անհատի կոնկրետ փորձառության տեսանկյունից ենք փորձում ընդհանրապես հասկանալ, տեսեք, այդպես չի, որ օրինակ ես չեմ գիտակցում, այսինքն ես ինձ կարող եմ հաշիվ տալ, այստեղ կարևոր է, այսինքն ես գնում եմ, օրինակ առնում եմ, թեկուզ ասենք մեկ բան ավել եմ գնում, ես կարամ արդարացնեմ, ես նույնիսկ գիտակցում եմ, որ ես կարող եմ որ տեսեք դուք որ ասենք ասում եք չէ ձեր իսկ այսպես ասած խոսքերով բառերով ասացիք որ ես արդարացնում եմ ինձ այսինքն դուք նույնիսկ Կարում եք ռեֆլեքսիա անեք, որ դուք այս բանին հենց արդարացեցիք շատ հաճախ մարդը չի կարող նույնիսկ մարդը չի գիտակցում, որ ինքը արդարացնում է, բայց դուք նույնիսկ այդ ասեցիք, բայց նաև այսպես ասած ընդունեցիք, որ կարայիք նաև ներեցեք կարող եք նաև արդարացնել այս վարքը ու հենց այսպես ասած իրավիճակը դեսաբար ավարտուն դարձնել։ Երբ որ մենք մեկ առանձին անհատի մասապես դրսևորումներում ենք կամ այսպես ֆենոմենալ փորձի տեսանկյունից եկել, սա շատ ավելի հարուստ ու շատ ավելի բազմազան տեղեր է ստանում, որովհետև երբ որ օրինակ դուք շատ կարևոր հարց բարձրացրեցիք, դրան նաև ես եմ ուզում անդրադառնալ, սպառողական վարքը ձևավորվող է, այսինքն սա կյանքի ընթացքում տարբեր տիպի, այսպես ասած, հանգամանքներում լինելով, տարբեր տիպի իրավիճակներ, այսինքն գնումներ կատարելով եւ այլն, մենք ձևավորվում ենք մեզ հատուկ, այսպես ասած, կամ մեզ բնորոշ որոշակի
Պարողական վարքի պատերն, մեխանիզմ, որը հենց մեզ է բնորոշ, այսինքն ինչպես դուք ասացիք, այ որոշեք չափը, օրինակ, ինչպիսին է կամ ինչ որ տեսեք, օրինակ, նույն ելնելով, օրինակ, ես մեր ընտանիքի օրինակից ասել, ասեք ելնելով ֆինանսական, օրինակ, ռեսուրսներից, ֆինանսական աղբյուրներից, այսինքն անձնական ֆինանսական աղբյուրներից, ես գիտեմ, որ օրինակ հագուստ ես միշտ կգնեմ X գումարի սահմաններում, որովհետև ավել ես դա ինձ չեմ ուզեմ եւ այլն, ես դա ինձ չեմ կարող տալ, որովհետեւ ես ունեմ ընդհանրեն ֆինանսական այս աղբյուրը ու ես իմ արդեն իսկ սպառողական վարկը, այսպես ասած, կարգավորում եմ տվյալ, այսպես ասած, գնումի ընդհանրեն բանում։ Օրինակ ես, չգիտեմ, տարիների հետ այնպես ասացվել, որ ես օրինակ սիրում եմ հագուստ գնել սեզոնից սեզոն, ինձ հատուկ չի, ես չեմ սիրում շատ հագուստ գնել, այս իմ անձնական ասած, առանձնապես համ սպառման հետ կապ ունի, համ նաև այդքան կապ ունի, որ սա իմ ընդհանուր դիրքորոշումն է, տեսեք, ընդհանուր դիրքորոշումն է սպառման նկատմամբ եւ առանձնական գնումներ կատարելու նկատմամբ, այսինքն մենք ոչ միայն հենց բուն ակտը կարանք հաշվի առնենք, թե ոնց մարդը գնեց, ինչ գնեց, այլ նաև նախապես իր դիրքորոշումը գնումներ կատարելու նկատմամբ, որը նույնպես կարևոր է։ Օրինակ ես այսպիսի դիրքորոշում ունեմ հագուստի նկատմամբ, որ սեզոնից սեզոն կարելի է գնել, պարտադիր չի, որ ես ասենք թե ամիսը 1 գնամ, անեմ, ես կարող եմ օրինակ ամեն սեզոնի ավարտից գնալ ու մի ինչ-որ sense կոմպլեկտ մի բան առնել, սա իմ վերաբերմունքն է, անկախ ինչ-որ բան։ Բնականաբար երբ որ ես հագուստի նկատմամբ ուտեմ այս վերաբերմունքը, դա կպայմանավորի ես օրինակ ամիսը 1, ես իրականում հիմնականում գնում եմ օրինակ 2 ամիսը, 3 ամիսը 1 սեզոնից սեզոն, շատ քիչ է լինում, խիստ անհրաժեշտ ինչ-որ մի բան պիտի լինի, ինչ-որ մի գործոն պիտի լինի, որ չգիտեմ, հասանիքին պիտի հրավիրացնեմ, որ օրինակ գնամ այդ ընդհանուր ռեժիմը, հա, այսպես ասեմ, կամ կարգավորման այս համակարգը խախտեմ ու գնամ օրինակ ինձ հագուստ գնելու կամ նույն ձևով օրինակ շատ տեսեք սա շատ մի կոմպլեքս մի բան է նաև շատ կարևոր է բուն օրինակ մարդու կամ օրինակ մարդը դիրքորոշում ունի կարող է ունենալ չեմ պնդում, որ կամ իմ անձնական օրինակից վերցը, որ հեռախոսը, օրինակ իմ հեռախոսը միջև օրինակ չփչանա, ես նորը չեմ գնի։ Սա իմ ընդհանուր մոտեցումն է, սա հետ կապ չունի ինչ որ նոր հեռախոսներ են դուրս գալիս, սա հետ կապ չունի անմիջական իրավիճակային ոչ մի ուրիշ գործոն։ Բնականաբար սա իմ սոցիալիզացիա ընթացքում ձևավորված դիրքորոշում է, բայց անմիջական սպառողական վարքի հետ գործ չունի, բայց նաև ինձ որպես սպառող է ձևավորում, հա, այսպես ասած, որպես տիպ, եթե կարելի է ասել, չեմ ուզում կատեգորիաներով խոսել, բայց ինձ բնորոշում է, բայց այստեղ իմ ընդհանուր դիրքորոշումն է ու կախված այս դիրքորոշումը Անիջան, այստեղ էլի Հասմիկը ձեռքա բարձրացրել, տեսնենք ինչ հարց ունի ու շարունակենք, հա։ Շատ մերսի ընկեր Սահակյան, նախ շատ շնորհակալ եմ այս հանդիպման համար ու միած sense հարցել ոնց որ ես իմ անձնական կյանքից ունեմ, ուրեմն ես որ օրինակ անցնում եմ ինչ-որ մի խանութում, կարող եմ մի հատ կոշիկ օրինակ, կոշիկների հանդեպ հիմնական ընդհանրությունս, տենց օրինակ մի 2 ամիս, 3 ամիս անդադ անցնեմ, sense նայեմ, sense մտածեմ, գումար հավաքեմ ու sense ոնց որ այտենց ապրեմ այդ պահերով, բայց հենց որ այդ կոշիկը արդեն ես գնում եմ 9 դառնում, ինքը կտրուկ ոնց որ իմ համար այդ միջև այդ առնելու պահը ու առնելուց հետո կտրուկ տարբերվում է ու միշտ չեմ հասկացել այդ ինչ հոգեբանական մի հատ չգիտեմ, միգուցե եթե հասկացաք ինչ եմ ուզում ասեմ, մի հատ այնց պահ կա Հենց հետաքրքիր է, էլի, համ հետաքրքիր է, համ էլ մի տեսակ sense ներվայնացնող է, էլի, ինչի միջև է տենց ոնց որ սիրահարված էիր, հենց արդեն գնեցիր, այդ զգացմունքը, այդ զգացողությունը կորավ։ Շատ շնորհակալություն ձեզ, շատ հետաքրքիր երևույթ եք նկարագրում, որով այս երևույթին մենք ոչ միայն այստեղ ենք հանդիպում, իսկ հիմա բոլորս մեր կյանքի ընթացքում հիմա որ փորձեմ բացատրել, կհիմնավորեմ ինչու եմ այսպես ասում։ Կոգնիտիվ հոգեբանության ժամանակին կատարված հետազոտություններից մեկը դա արվերա հեղինակները Զեգարնիկն է, բայց էական չի այս բանի հետազոտության բուն էությունը, իրանց հետազոտություններից մեկը դուրս է բերել մի ֆենոմեն, որը կոչվում է անավարտության պահանջմունք, անավարտությունը ավարտուն դարձնելու պահանջմունքը որպես այսպիսի, այսինքն մեր շատ հաճախ մեր որոշակի գործողությունների հիմքում ընկած է հետևյալ պահանջմունքը ավարտությունը դարձնել, անավարտը դարձնել ավարտուն։ Իրենց հետազոտությունը կատարվել է հետևյալ բանի վրա, երբ որ օրինակ մատուցողը, ես հիմա նախապատմություն եմ ասում, որպես մենք երևույթը ավելի լայն պատկերացնենք,
ոնց է հետազոտողը եկել այս մտքի սրճարանում նստած է եղել, պատահականության արդյունք է եղել, երբ որ ու հետևել է մատուցողների վարքագծին, երբ որ օրինակ մատուցողը մոտենում է, շատ հաճախ է լինում, շատ մատուցողներ օրինակ գրում են ինչ-որ մի բան, շատ մատուցողներ մտքում պահում են ու փորձել է հետևել պատվերը ստանալուց եւ պատվերը բերելուց հետո իրանց վարքը ու այսպես ասած հարցնել օրինակ պատվերը բերելուց հետո իրանք մոռանում են տվյալ սեղանի պատվերի մասին, թե չեն մոռանում, հա, որպես այդպեսի ու այս իրա այսպես ասած փոքրիկ փորձարկումը սրճարանում բերել է այս մի բանին, որ միջև պատվերը ստանալուց ու պատվերը բերելուց միջև պատվերը բերելը մատուցողները շատ լավ հիշում են, որ սեղանին ինչ պետք է մատուցեն անկախ նրանից իրան գրել են թե չէ, հա, այս արդեն ինդիվիդուալ մոտեցում է, հիշողության ինդիվիդուալ առանձնահատկություն է, բայց երբ որ իրանք արդեն ավարտում են, այսինքն իրանք մատուցում են անհրաժեշտ տվյալ սեղանին, իրենք մոռանում են, թե իրանք համար ավարտում է, իրանք մոռանում են, թե որ սեղանը ինչեր պատվիրել։ Ու այստեղ իրանք առաջ էին քաշել այս անավարտությունը ավարտուն դարձնելու երևույթը շատ հաճախ է լինում եւ մեր հոգեկանը, այսպես ասած, գործառման մեխանիզմներից մեկը անավարտ ինչ-որ մի բանը ավարտուն դարձնելը։ Մասնավորապես ձեր պարագայում ես իհարկե տեսեք չեմ հավակնում գնահատել ամբողջությամբ ու sense շատ պատրաստի պատասխան տամ ձեզ, ես հնարավոր բացատրություն եմ հիմա մի հնարավոր բացատրություն եմ ասում ձեր այսպես ասած հոգեվիճակի կամ փորձի, ես փորձում եմ դա բացատրել այս մեխանիզմով, երբ որ օրինակ կոշիկը տեսնում եք, դուք նշեցիք այ որ թուլություն ունեք կոշիկի նկատմամբ, այսինքն այս վերաբերմունք կա որոշակի նախապես կոշիկի նկատմամբ։ Ինքը ձեր մոտ առաջացնում է ստիմուլ, այսինքն մի բան, որի շուրջ դուք սկսում եք մտածել, այսինքն մի բան, որը արդեն մի բան է սկսվել, process, որը պիտի ավարտվի։ Ու դուք ձեր ամբողջ հոգեկան այսպես ասած ռեսուրսի մեծ մասը ֆոկուսավորում եք դրան, որպեսզի ինքը ավարտվի, ինքը կարևոր է ձեզ համար, դուք թույլություն եք կոշիկի նկատմամբ, ինքը պիտի ձեզ համար ավարտվի, ավարտունություն ստանա։ Ընդ որում տեսեք, ոչ այնքան կարևոր է դառնում կոշիկը ձեր բերելը, այլ ուղղակի կոշիկի հանդեպ այս սկսված process-ը ավարտելը որպես այդպեսին։ Դա կարա լինի, տեսեք, երբ որ օրինակ դուք գնաք տեսնեք, չգիտեմ, կոշիկը էլ արդեն չկա, կամ ձեզ համար որոշակի բան անեք, ուրիշ օրինակ այդքան չսպասեք ուրիշ կոշիկ գնեք, ինչ որ ձևով այդ ժամանակահատվածը փոխեք օրինակ, կարող է լրիվ ուրիշ էֆեկտ լինի, բայց այստեղ հիմքը նրանում է, որ դուք ուզում եք, այսպես ասած, կարիք ունեք այս սկսված process-ը, որը ստիմուլի արդյունքում է սկսվել, ավարտել ձեզ համար ու հետո արդեն այստեղ կապ չունի, թե ինչ դուք ձեր կբերեք արդյունքի տեսանկյունից որպես այդպիսին, այլ կարևորը այս իրավիճակը ձեզ համար ավարտուն դարձնելը։ Մյուս մեխանիզմը, որը նաև ձեր ասած օրինակում մենք կարող ենք տեսնել, շատ հաճախ ոչ միայն ձեր օրինակում լինում է, երբ որ օրինակ մենք մի նպատակ ենք դնում մեր առաջ, ու նպատակը շատ կարևոր է լինում մեզ համար, շատ արժեքավոր է լինում մեզ համար, մենք երևի մեր կյանքի տվյալ ժամանակահատվածի ողջ ռեսուրսների մեծ զգալի մասն ենք ներդրում այդ նպատակին հասնելու համար, հասնում ենք նպատակին, ասում են օրինակ, ասում մեկ է տխուր ես, չգիտես ինչի տխուր ես, քեզ ասում են ինչի ես տխուր ես ուզած, չէ՞, ես ու օրինակ ես շատ իմ կյանքից մեծ նպատակներից մեկն է եղել, երբ որ ես դպրոցական եմ եղել, ընդունվել ասպիրանտուրա, երբ որ ես եկել եմ հասել եմ ասպիրանտուրա, իսկ մեր կյանքը սկավառվի, այսինքն կյանքից մեծագույն բանը կլինի, ես հասկանում եմ, որ պետք չէր 10 տարի ինչ-որ շատ սպասել դրան, ես մի քիչ այլ օրինակ եմ բերում այլ ոլորտից, բայց շատ նման է ձեր ասածին, այսինքն այդտեղ տեսեք էական դառնում է ոչ թե փաստը ինքնին հասնել ասպիրանտուրայի կամ կոշիկը ձեր բերել, այլ ինչ-որ մի process ապրելը, այդ process-ը այս պրոցեսուալ ապրելն է տվյալ իրավիճակը, ոչ թե արդյունքի տեսանկյունից ինքը ապրելը, որովհետև ինչի է հետո բան դառնում, որովհետև դուք ես կամ մեր իրավիճակում հայտնված շատ մարդիկ մեր հոգեկան ռեսուրսի էներգիայի զգալի մասը ծախսում ենք այդ պրոցեսի վրա, շատ ավելի շատ ենք ծախսում, քան հետո ստանում ենք արդյունք, այսինքն տեսեք դուք միանալ կոշիկն եք ստանում, բայց պատկերացնում եք դուք ամիսներ էներգիա մտային գնում ա այդ կոշիկի մասին մտածելու, դուք գումար եք հավաքում, ձեզ ենթանենք նույնիսկ զրկում եք գուցե ինչ-որ այլ բաներից, այսինքն դուք շատ ավելի ներդրում եք ունենում կոշիկը ձեր բերելու համար, քան հետո վերջում կոշիկն է, որը դուք կարաք այսպես ասած հագնեք, փչացնեք, շատ ավելի, այսինքն ներդրման տեսանկյունից process-ում, քան հենց դրա ստացված արդյունքը, ես շատ հաճախ գերազանցում է
նույն ձևով նույն ասպիրանտուրա հասնելու համար, երբ որ ես հետ եմ, շատ ավելի ես շատ բավական շատ դժվար ճանապարհ եմ անցել դրան հասնելու համար, կամ մեզանից յուրաքանչյուր օրինակ չգիտեմ, երբ որ օրինակ ընդունում ենք համախոհ, դրանից առաջ մենք տանջվում ենք ընդունելության համար, ու երբ որ ընդունում ենք, չկա այդ բավարարության զգացումը, ոնց որ կարելի է ասել իրավիճակի պարգևատրման, այսպես ասած բանը, շատ ավելի քիչ է կան այն ռեսուրսը, այն ջանքը, որը գործադրվել է այդ արդյունքին հասնելու համար, դրա համար այսպես ասած ֆրուստրացիայի հա այս տերմին ենք մենք օգտագործում ֆրուստրացիա է, այսինքն այս որ փոքր հիասթափության զգացում է առաջանում, բայց ինչի որովհետև ջանքը էներգիա, որը դուք ներառել եք այդ կոշիկին հասնելու process-ում եւ բուն կոշիկը, որը այդ process-ից հետո դուք ստացել եք, իրանք համահավասար չեն։ Նույն զգացողությունը տեսեք շատ հաճախ առաջանում է, երբ որ օրինակ ինչ-որ մի բան հեշտ է տրվում մարդուն։ Իհարկե կապված է անհատական առանձնահատկություններից, օրինակ շատ հաճախ այլում, երբ որ ես շուտ բան ջանք չեմ գործադրում, ինչ-որ բանի համար չգիտեմ, շատ պատահական ասացում, որ այդ բանը դիմում այն կյանքում, ես կրկին անբավարարված եմ ինձ զգում, այսինքն, չգիտեմ, օրինակ տեսեք, բանը, ասենք, օրինակ, հեսա փորձեմ օրինակ բերել, երբ որ օրինակ քննությանը չեմ պարապում, օրինակ շատ ինչ-որ ինձ բնորոշ ձևով չեմ պարապում, դες ջանք չեմ գործադրել առանձնագին եւ այլն, գնում եւ քննությունը ստանում եմ, իցեպի անբավարարված եմ զգում, նույնիսկ երբ որ 20 եմ ստացել, որովհետեւ ջանք ես հասկանում եմ, իհարկե կրկին ասում եմ, եթե իմ կյանքի ստրատեգիան է, այս սա, իմ դիրքորոշումը սա է, պիտի ջանք գործադրես, որ արդյունքի հասնես, առանց ջանքի չկա արդյունք։ Մարդու բանը մոտեցումը կարելի լինի այսպես, կապի ջանք ես գործադրում, կարա հաջողություն գրավական լինի, ասենք պարտադիր չի ջանք գործադրես, որ արդյունք ստանաս, ես կարամ առանց ջանքի էլ արդյունք ստանամ։ Սա իմ մոտեցում, ենթանք սա է, ջանք գործադրես, արդյունք ստանաս, օրինակ, եւ որ ես հեշտ եմ ստանում, ես սկսում եմ ինչ-որ ինքնամեղադրական, որ բայց ինչի, բայց ոնց, բայց ի, ընդհանրապես ու նույնիսկ չեմ գնահատում այդ արդյունքը, այսինքն ես չեմ համարում այդ արդյունքը ինձ, որովհետեւ ջանքի գործադրման աստիճան տվյալ արդյունքին հասնելու համար բուն արդյունքը դրանք համահամարժեք չեն։ Տվյալ ձեր օրինակում նույնպես դրա համար ոնց որ դուք շատ ավելի էներգիա եք դասել, չի այսպես ասած փոխհատուցում, եթե կարող եմ այս բառով ասել, ձեր կոշիկը, այդ միջև այդ կոշիկը ձերվելու process-ին ձեր ծախսած էներգիային ըստ էության դրա համար ձեր մոտ կարա գա այդ նյարդայնության, նաև հոգեհուզական վիճակի, բայց դուք կարիք ունեք ավարտելու այդ կոշիկին հասնելու ճանապարհը, որովհետև ի սկզբանե ձեր հոգեկան ունի այդ անավարտության զգացումը, ինքը ուզում էր, ինքը սկսեց, ինքը կարիք ունի դա ավարտել։ Անի ջան, քանի որ մեզ մոտավորապես մի 15 րոպե ժամանակ է մնում, տեսնենք, եթե հարցեր կան, փորձենք հարցերի ձևով տենց կարճ անդրադառնալ, եթե չէ, հնարավորություն տանք ձեր, դուք փորձեք ամփոփել, հա? Հարցեր ունենք։ Շատ շնորհակալություն։ Խնդրեմ Հասմիկ, ես մի քիչ ներեցեք, ես գուցե շեղվում եմ թեմայից, ուղղակի երևույթները, որ մենք խոսում ենք, կարա դրսևորում մի ոլորտում, բայց ինքը նաև մեր կյանքի այլ ոլորտներում է դրսևորում, այսպես իրականում երևույթին ավելի բազմակողմանի ու հանգամանալից եք մոտենում, որը ավելի սպառիչ է դարձել, կարծում եմ։ Շնորհակալ եմ։ Շատ ուրախ եմ հարցերի համար, խնդրեք։ Լավ, կուզեք շարունակեք, փորձեք ամփոփել, եթե հարցեր լինեն, արդեն վերջին մի 10 րոպեվա մեջ փորձենք ամփոփել եւ հետո արդեն մի 5-10 րոպե էլի հարցերի համար կթողնենք։ Շատ շնորհակալ եմ։ Ես գրեթե այսպես ասած անդրադարձա նաև ձեր հարցերի շնորհիվ այսօր քննարկվող առանձնացված այսպես ասած հիմնահարցերին գուցե մի փոքր դիսկրետ ստացվեց, բայց ես հիմա կփորձեմ նաև սինթեզել այս ընթացքում եւ օրինակները եւ այսպես ասած քննարկումը բուն ըստ էության, երբ որ մենք ինչպես ասեցի, սպառողական վարքի մասին ենք ուզում խոսել եւ ուզում ենք հասկանալ սպառողական վարքը, մենք որոշման կայացման գործընթացի հետ գործում ենք, որը այսպես ասած թուլային է տեղի ունենում, որը սկսվում է, երբ որ մարդը ինչ-որ բանի կարիք ունի, կարիքի այսպես ասած զգացողություն է առաջ գալիս կամ որոշակի պահանջմունք է առաջանում, կամ նույնիսկ երբ որ ինքը գնում է, հա, այսպես ասած արդեն գնում է խանութ, ամեն դեպքում եթե նույնիսկ ինքը իրան թույլ է տալիս ոչ նախատեսված գնումներ, ինքը ամեն դեպքում գնաց մտավ խանութ, սա եւս գուցե չգիտակցած, բայց էլի ինչ որ հիմքում ընկած, սա եւս որոշում է խանութ գնալ, չանել ուրիշ մի բան, այսպես ասած ընտրությունա որպես այդպեսի։
Ու այս որոշման կայացման process-ը ինքը որոշակի փուլայնություն ունի, ինչու է ես ուզում փուլայնության տեսանկյունից հասկանանք նաև, որովհետև այս փուլայնությունը տալիս հասկանալ, ճիշտ թե շատ հասկանալ, օրինակ, որ փուլում է ինչ-որ մի գիտակցականության, այս չգիտակցվածության համահարաբերակցությունը գործոնների, մասնավորապես տեսեք, փորձենք հասկանալ ինչ փուլերով է դա ասում։ Ես ունեմ կարիք, ես հասկացա, որ պետքա հաց գնեմ կամ գնամ խանութ կամ որոշեցի մտա խանութ, հաջորդը գնում եմ օրինակ հացի օրինակով կամ կոնկրետ ապրանքի օրինակով ասեմ, հաջորդը լինելու է սա, իմ հարցը սա է լինելու, որտեղից գնեմ հաց ու ինչ հաց գնեմ։ Այսինքն ինֆորմացիա, որպես այդպեսի, այսինքն հաջորդը ինչ պիտի ես անեմ այդ հացը ձեր բերելու համար, այսինքն փորձեմ գործողություններից, այսպես ասած, պլանը մշակեմ։ Ու ոնց ես հացը կընտրեմ, այսինքն ինչ ինֆորմացիայի հիման վրա ես այդ հացը կընտրեմ։ Այսինքն սովորաբար օրինակ չգիտեմ, մենք տանը միշտ այնպես ստացվում, որ ինչ-որ կոնկրետ հացի տեսակ ունենք, որ գնում ենք, այսինքն ինչ-որ սովոր ապրանքը կգնեմ, այստեղ ուրիշ հարցա թե ինչի է այդ դարձել սովոր հաց, այսպես ասած, որովհետև եթե գուցե փորձարկել ենք մի օր առել ենք, տեսել ենք սա ավելի լավն է, մեզ հարմար է, տանը բոլորը ուտում են, դրա հիման վրա որոշել ենք այդ հացը գնել։ Հիմա ես ասում եմ հաց պիտի գտնեմ, ենթարենք մեր այսպես ասած հաց, որ ելնելով իմ այսպես ասած փորձից, ինֆորմացիան իմ փորձն է, որովհետև դա մեզ դուր է գալիս, տան անդամները դուր են գալիս, տան անդամներին դուր է գալիս, եւ իջնում եմ խանութ ու ասում եմ որտեղից պիտի գնեմ, ենթարենք ներքևի խանութից, ամենամոտը դա է, որովհետև ամենամոտը դա է, սա արդեն եկավ այս ինֆորմացիայի հիման վրա գնելը, տեսեք, եթե ես նախապես որոշած չլինեի ինչ հաց գնեմ, ես հաջորդ փուլը պիտի լիներ նա, գնացի խանութ, այդտեսը տարբեր տեսակի հացեր, այսինքն ունեմ տարբեր այլընտրանքներ։ Հաջորդ փուլը որոշման կայացան ընտրել այդ այլընտրանքներիցն է, ոնց եմ ես եթե նախապես ինչ-որ մի բան չունեմ, պլանավորած, որ այս տեսակի հացը կամ այս ապրանքատեսակի բանը կգնեմ, ոնց եմ ես ընտրում այլընտրանքները։ Այստեղ մի ամբողջ գործոնների ընտրում մարդուց չկախված գործոնների ամբողջությունն է, որ ասում է այս այլընտրանքների գնահատման, այլընտրանքներից ընտրելու վրա։ Մասնավորապես, տեսեք, կարող է գնալ, կրկին ասենք, նախապես չէի որոշել, բայց գնացի, ենթարենք, վերցրեցի իմպուլսիվ շատ, առաջին տեսածս ապրանքը վերցրեցի, կամ գնացի տեսա օրինակ դրած է 3x ծանոթ ապրանքատեսակներ ու ընդ որում տեսեք հետաքրքիր մի բան ասեմ, եթե օրինակ տնից դուրս գալուց առաջ ես լսել էի պիտի առնեի օրինակ կաթ, եթե ես լսած լինեի աշտարակ կաթի գովազդ ու նախապես պլանավորված չլինեի, որ աշտարակ կաթ պիտի առնեմ, գնամ նախապես պլանավորված չլինեի ինչ ապրանքատեսակ առնեմ, ես մեծ հավանականությամբ կգնեի աշտարակ կաթի ապրանքատեսակ, որովհետև ես գովազդով լսել էի տնից դուրս գալու առաջ։ Սա կոչվում է priming-ի երևույթ, այսինքն երբ որ նախորդող որոշակի ստիմուլ, ուզենք թե չուզենք, նախաշեմային ընկալման պատում է մեր հաջորդող որոշման կայացման վրա։ Ընդ որում սպառողական վարքում դուք շատ կհանդիպեք այս priming-ի երևույթը։ Օրինակ, երբ որ դուք մտել եք խանութ, ասենք օրինակ սոված եք մտել խանութ, շատ մեծ հավանականությամբ մենք կառնենք շատ ավելի շատ սնունդ, քան օրինակ նախատեսել ենք գնել, եթե սոված ենք մտնում խանութ։ Եթե օրինակի թե մտել եք խանութ, բայց 5 րոպե առաջ օրինակ ձեր կողքով ինչ-որ մեկը անցավ ու կերավ օրինակ պաղպաղակ, դուք չէիք նախատեսել մտնեք մեծ հավանականությամբ ես կառնեմ պաղպաղակ։ Օրինակ դուք այս օրինակը բերեցիք հայրպի, որ այդ երեք ձեր մոտ խոսել են աղջիկների ինչ-որ արդարացում են արել ու դուք հիշել եք, որ այս մեր խոսակցությունը կար սպառման։ Օրինակ, եթե այս սպառման մեր քննարկումը չլիներ, դուք կարող եք առանձնապես ուշադրություն չդարձնեիք տվյալ ինցիդենտի վրա, սա ևս prime-ի երևույթ է, այսինքն ուզենք թե չուզենք, կան ինչ-որ նախորդող ստիմուլ մեր ընկալման, որը ազդում է մեր հետ, այսպես ասած, առաջընթացային ընկալման վրա, ու ընդ որում սա սպառման խանութում սա շատ լավ երևում է, ուզենք չէ չուզենք, սա այսպես ասած չգիտակցված է, ընդ որում Facebook-ում լիքը բաներ, օրինակ նույն գովազդը էս բանով է մեզ վրա ազդում, այսպես ասած, մենք չգիտենք ինչի է շատ հաճախ է օրինակ մեզ դինում, որ գնում ենք ինչ-որ մի ապրանքատեսակ, առանձնապես բան չգիտենք, բայց ծանոթ ոչ որ ծանոթ լինի, ես ոչ մի բան իրոք չգիտեմ այդ բրենդի մասին, բայց ինքը ոչ որ ծանոթ լինի, որտեղից, եթե լիքը գովազդ եմ լսել, ինչ-որ ենթաշեմային ինֆորմացիա կա, այդ դրա հիման վրա, այսինքն դեռ մենք այս այլընտրանքների գնահատման ու այլընտրանքներին ընտրելու վրա
մեծ քանակությամբ գործոններ են ասում, այդ թվում եւ մեզնից անկախ, այսինքն միջավայրային գործոններ, ինչի մասին նաեւ խոսեցինք։ Հետո ես որոշում եմ կայացնում, ամեն դեպքում ընտրում եմ աշտարակաթի, այսպես ասած, բառը, եւ տեսեք, որոշման կայացումից հետո գայս է որոշման գնահատումը, այսինքն բերեցի տուն կերա աշտարակաթի, ասեցի, հա, վայ, շատ լավն է, ու տեսեք հաջորդ անգամ մեծ հավանականությամբ, եթե ես գնահատեցի դրականից դուր եկավ եւ այլն, ես գուցե եւ կգնամ եւ միշտ կգնամ օրինակ հնարավոր դեպքերում կգնեմ աշտարակաթ, բերեցի տուն օրինակ կերա ասեցի լավ, առանձնապես ինչ-որ բան չեղա, այսինքն կարամ ես գնեմ հաջորդական աշտարակաթ կամ չգնեմ, բերեցի տեսա վատն հետ, ես մեծ հավանականությամբ չեմ գնի կամ ժամկետն ասներ կամ եւ այլն։ Այսինքն այդ գնումը, նաեւ գնումը մենք գնահատում ենք օգտագործելով վերջինս եւ վերջից որակի տեսակետից ինչ-որ ձևով մենք նաեւ մեր գնումը, այսպես ասած, մեր կայացրած որոշման հետ պիտի ապրենք, այսինքն մեր կայացրած որոշման գնված ապրանքի հետ մենք պիտի ապրենք, մենք իրան այսպես ասած գնահատում ենք եւ նաեւ կապված այդ մեր հետադարձ գնահատումը ապրանքին, դա եւս պայմանավորվում է մեր հետագա, այսպես ասած, սպառողական վարկը տվյալ ընդվորում եւ խանութից, այսպես ասած, եւ այսպես ասեմ, միջավայրից խանութի, օրինակ նաեւ կախված, այստեղ շատ կախված է խանութի աշխատողների հետ մեր ինտերակցիան, խանութից ստացած տպավորությունը, սկսած հիգիենայի կանոններից եւ այլն, հագուստի դասավորումից եւ այլն, այսինքն լիքը տարբեր գործոններ, որ տեսեք շատ ուղիղ կամ անուղղակի ազդեցություն ունեն մեզ վրա, եւ նաեւ այս գնումը, երբ որ գնահատում են գնմանը տված մեր բացատրությունների, ինչու գնեցինք, ինչի գնեցինք, ինչի հենց այս գնեցինք եւ այլն, կամ կապ չունի ինչ չափով դա հիմնավոր կլինի մեր տեսանկյունից, սա նույնպես ազդում է արդեն մեր տվյալ ապրանքը գնելու սպառողական վարքի բազմազանության վրա։ Եթե այս ամբողջ քննարկումից ես փորձեմ ընդհանրացնել եւ պատասխանել այս հարցին, արդյոք գիտակցված կամ չգիտակցված է սպառումը, ես դա չեմ կարող պատասխանել ու ես կփորձեմ ասել, որ եկեք դիխոտոմիկ կամ դուալ չմոտենանք այս հարցին, որ կա սպառողական վարքում իրացիոնալ եւ իրացիոնալ մասեր եւ կա չգիտակցված եւ գիտակցված, որովհետեւ նույն երբ որ ես որակեմ ինչ-որ մի բան գիտակցված, եթե դա գիտակցված է նախապես գիտեի եւ այլն, ինչպես ես ասեցի, գիտակցված կարա լինի որ ես այս հեռախոս եմ գտնում, գիտակցված, որ ես գիտեմ այս հեռախոսի մասին ամեն ինչ, այսինքն իրա, չգիտեմ, արտադրողից մինչև ընդհանուր իր բոլոր ֆունկցիաները, եւ նաեւ այն բոլոր միջավայրային գործոնները ես չեմ կարող ասել դրանք ինչ չափով ինձ վրա ազդեցություն կունենան, թե ոչ, բայց կա, այսինքն տվյալ վարքի դրսևորման մեջ, այս կամ այն ապրանքը գնելու մեջ կա գիտակցված, չգիտակցված գործոններ եւ այդ գիտակցվածի ու չգիտակցվածի փոխազդեցության արդյունքում ծնված վարքը, որը արտահայտվում է այս կամ այն ապրանքը գնելու, այս կամ այն մասնավորապես ծառայությունից օգտվելու եւ այլն։ Բնականաբար չհաշված այն բոլոր դեպքերը, երբ որ Անին օրինակը բերեց իմպուլսիվ գնումների դեպքում, սա մենք արդեն մի փոքր այլ դաշտ ենք մտնում, որ արդյունքի կա նաեւ խանգարումը եւ այլն, որը արդեն մի քիչ այլ պարամետրերի եւ այլ բացատրությունների դաշտում ենք քննարկում հենց բուն սպառողական վարքի այս փուլերի տեսանկյունից չենք մենք դա գնահատում, մենք սա մի փոքր այլ տեսանկյունից ենք գնահատում են իմաստով, հա, հասկացման իմաստով։ Եվ նաև մենք պիտի հաշվի առնենք, որ բավական մեծ գիտություն, լիքը հետազոտություններ են արվում մարդուն եւ բավական շատ ռեսուրս է ծախսվում մարդուն սպառողական վարք ձևավորելու գործում, մենք ուզենք թե չուզենք, այսինքն մենք այստեղ ոնց որ ուզելով թե չուզելով չի, սա նաև քաղաքակրթության զարգացման որոշակի, այսպես ասած, բնականon ընթացն է, որ նաև մենք ձևավորվում ենք որպես, այսպես ասած, սպառող։ Շատ լավ Անիջան, շատ շնորհակալություն։ Եթե հարցեր ունեք կամ ինչ-որ կոմենտներ, մեկնաբանություններ, խնդրեմ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հարցերի սպառիչ պատասխան տալու համար։ Մերսի։ Շատ շնորհակալություն Անիջան, միանալու համար, հարցերի համար։ Մյուսները։ Ես էլ եմ շատ շնորհակալ ու նենց ուրախ եմ, որ ինձ արագ խոսացող մարդ գտա ես էլ։ Շնորհակալություն քեզ էլ Հասմիկ ջան։ Եթե մյուսները հարցեր ունեն կամ ինչ-որ ասելիք, խնդրեմ։ Եթե չէ, ես ասեմ Անիջան, իսկապես շատ շնորհակալ ենք, որովհետև շատ հետաքրքիր էր, բավականին հետաքրքիր ներկայացրեցիք
Եվ խնդրեմը եւ օրինակները ամենակարևորը մեր առօրյայից, մեր կյանքից, որովհետեւ երբեմն օրինակները շատ ավելի բարդ են լինում, քան հենց բացատրվող երևույթը, որտեղ օրինակը ինչի համար է, որպեսզի երևույթը բացատրվի այնպես, որ ավելի հասկանալի լինի ու ձեր պարագայում իրականում շատ հետաքրքիր էր ու շատ կարևոր էլի մտածելու տեղիք տվող ինչ-որ ակնարկներ եղան խոսքում, որը շատ կարևոր է։ Շնորհակալ եմ շատ։ Գուցե մեկ ուրիշ անգամ, մեկ ուրիշ հանդիպում կազմակերպենք թեմայի ավելի ինչ-որ նեղ մաս վերցնենք, դիտարկենք կամ այլ թեմա քննարկենք, որտեղ իրականում շատ կարևոր ու շատ արդիական թեմաներ են սրանք, կարծում եմ, ու մեկ անգամ եւս մեկ անգամ անդրադառնալը ինչ-որ ձևով որ երևույթը ավելի մտածված ու ավելի անդրադարձած կլիներ մեր տեսանկյունից, մեր կողմից։ Եթե դու ինչ-որ բան ունես ավելացնելու, խնդրեմ, եթե չէ, այսքանով կարող ենք ավարտել։ Ձեր թույլտվությամբ շատ կար, ես շատ շնորհակալ եմ ընձեռված հնարավորության